Ադրբեջանը 2015 թվականը դիմավորեց կատարյալ լռության մեջ։ Հետաքննող լրագրող Խադիջա Իսմայլովան չէր կարող պարզել, թե Փարիզի որխանութում որքան գումար է ծախսել առաջին տիկին Մեհրիբան Ալիևան տոնական զգեստ գնելու համար։ Իրավապաշտպաններ Լեյլա եւ Արիֆ Յունուս ամուսինները միջազգային ամբիոններից չէին քննադատում Ալիևի վարչակազմին երկրում բռնաճնշումներ իրականացնելու համար։ Ռաուֆ Միր Կադիրովը իշխանություններից չէր հետաքրքրվում, թե երբ է Ադրբեջանի խուլ գյուղերի բնակչությունը կյանքի տարրական պայմաններ ունենալու։ Ալիևն այս անդորը վայելելու համար ջանք չխնայեց։ Նրան առավել քան երբևէ կատարյալ լռություն էր պետք 2015 թվականին։ Հենց այս տարի Բաքուն իրականացրեց իր վաղեմի երազանքներից մեկը՝ սեփական հարկի տաքույր ընկալելով եվրոպական առաջին խաղերը։ Ադրբեջանական իշխանությունները չէին թաքցնում, որ այդ խաղերը կազմակերպելով նպատակ ունեն բարձրացնել երկրի վարկանիշը։ Խաղերի անցկացման համար նախատեսված 6 օլիմպիական օբյեկտ կառուցելու կամ եղածները վերանորոգելու, ինչպես նաև քաղաքը, այսպես ասած, տեսքի բերելու եւ արժանավայել ներկայանալու համար ծախսվեց շուրջ $10 միլիարդ։ Լեդի Գագան խաղերի բացմանը երգում է Ջոն Լենոնի Imagine-ը, իսկ քաղբան տարկյալները տառապում են բանտերում։ Մարզաշխարհի ղեկավարները պնդում են, որ խոշոր մարզական իրադարձությունը քաջալերում է նման պետություններին բարելավել մարդու իրավունքները, սակայն ինչպես իրավապաշտպաններն են ասում, Բահրեյնից մինչև Ադրբեջան հակառակն է ապացուցվել։ Դիմախոսներին հաջողությամբ ճաղերի ետևում փակելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լծվեց մերձավոր շրջապատը զտելու գործին։ Երկրի ամենաազդեցիկ գերատեսչության ազգային անվտանգության նախարարության օգնությամբ տասնյակ լրագրողների, իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների պատժելուց հետո Ադրբեջանի իշխող ընտանիքը անսպասելիորեն վտանգ զգաց իր քաղաքական ծրագրերը շատ դեպքերում իրականացնող այդ կառույցից։ Իր ամենամտերիմ ընկերներից մեկը ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովը, որի հետ Ալիևն ունի խնամիական հարաբերություններ, անակնկալ կերպով գործազուրկ դարձավ։ Ադրբեջանի իշխող վարչակազմում մեծ հեղինակություն ունեցող այդ պաշտոնյայի ճակատագիրը լայն հանրության համար անհայտ է մնում։ Փոխարենը հայտնի է, որ նրա կողմից երկար տարիներ ղեկավարվող կառույցն այլևս գոյություն չունի, Ալիևը հրամայեց լուծարել այդ նախարարությունը, դրանից առաջ աշխատանքից հեռացնելով ավելի քան 250 ծառայողների, տասնյակներին էլ, այդ թվում գեներալներ եւ նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնվեցին ճաղերի ետևում։ Ամիսներ շարունակ գաղտնի պայմաններում իրականացվող այս գործողությունները ադրբեջանցի իրավապահները ներկայացրեցին որպես կոռուպցիայի դեմ պայքար։ Հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներից ոմանք, ովքեր ջերմորեն սատարում են նախագահին, նկատել են տալիս, թե իրականում Ալիևը իբրև թե պետական հեղաշրջման փորձ է կանխել։ Ալիևը կադրային ջարդը տեղափոխեց նաև դիվանագիտական գերատեսչություն, մեկ օրում արտերկրից ետ կանչելով եւ զբաղեցրած պաշտոններից ազատելով 8 դիվանագետների։ Bu çirkin senaryolar ki bugün yakın şərqdə baş verir, Azərbaycan üçün də hazırlanmışdır. Եթե չլինեին իշխանությունների ջանքերը, Ադրբեջանում կարող էր կրկնվել իրադարձությունների զարգացման սիրիական կամ լիբիական սցենարը, պնդել էր Իլհամ Ալիևը, չթաքցնելով, որ իր համոզմամբ Ադրբեջանի ապակայունացման փորձերի թիկունքում կանգնած է Արևմուտքը։ Նույնաբովանդակ ելույթներ Ալիևը հաճախ է հնչեցնում, արևմտյան երկրներն իրենց հերթին շարունակում են քննադատել Ալիևի վարչակարգի քաղաքականությունը։ Արևմուտքը հետևողականորեն պահանջեց ազատ արձակել տասնյակ քաղբանտարկյալներին, ովքեր ճաղերի ետևում են հայտնվել իրենց հայացքների համար։ Փոխարենը, սակայն, Ադրբեջանի իրավապահները հաջողությամբ ավարտին հասցրեցին քննադատներին ճնշելու արշավը։ Միջազգային հանրության կոշտ քննադատությունը Ադրբեջանի իշխանություններին ստիպեց ազատ արձակել միայն 2 հոգու իրավապաշտպան ամուսիններ Լեյլա եւ Արիֆ Յունուսներին։ Շուրջ 18 ամիս բանտում անցկացրած ամուսինների հանդեպ որպես խափանման միջոց ընտրվեց պայմանական ազատազրկումը 5 տարի ժամկետով։ Ինձ դարձրին գաղութի փոշի, դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո հայտարարեց Լեյլա Յունուսը։ Ադրբեջանը հույս ուներ այդպիսով ինչ որ կերպ մեղմել իր հասցեին արևմուտքից հնչող քննադատության տարափը,
բայց ընդհակառակը ազդեցիկ քաղաքական գործիչները սկսեցին խոսքից գործի անցնել։ Ամերիկացի կոնգրեսական մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հեղինակավոր գործիչ Քրիս Սմիթը ամերիկյան կոնգրեսին ներկայացրեց Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանելու օրենքի նախագիծ։ Կոնգրեսի կողմից օրինագիծը հաստատվելու դեպքում Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամները անմիջապես կզրկվեն Ամերիկա մուտքի թույլտվությունից։ Փաստաթուղթն առաջարկում է նաև վերանայել Ադրբեջանին հատկացվող ֆինանսական օգնությունը, կոչ է անում արգելափակել ադրբեջանցի պաշտոնյաներին և նրանց ընտանիքների անդամներին պատկանող ամերիկյան ակտիվները։ Պաշտոնական Բաքվի պատասխանը չուշացավ, ադրբեջանական Միլի Մեջլիսը հանդես եկավ նույնանման նախաձեռնությամբ, իր հերթին Միացյալ Նահանգներին մեղադրելով մարդու իրավունքները խախտելու մեջ։ Օրինագիծը կոչ է անում նաև պատժել այն ադրբեջանցիներին, ովքեր Միացյալ Նահանգների իշխանությունների հետ համագործակցության դիմաց ֆինանսական միջոցներ են ստանում, արգելել Ադրբեջանի պետական կառույցների համագործակցությունն ամերիկյան ընկերությունների հետ, խզել գործող պայմանագրերը և հրաժարվել առևտրատնտեսական նոր կապերից։ Ադրբեջանը Միացյալ Նահանգներին նաև պարբերաբար մեղադրում է հայամետ դիրքորոշման մեջ։ Միացյալ Նահանգներից Բաքվի հասցեին հնչող ցանկացած քննադատության ետևում Ալիևի վարչակազմը հայկական լոբիստական խմբի ստվերն է տեսնում։ Այդ մեղադրանքներն էլ ավելի կոշտացան, երբ դեկտեմբերի սկզբներին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը հանդիպեց ԵՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին։ Բաքուն պաշտոնական բողոք հղեց Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին։ 2015 թվականն աննախադեպ էր հենց Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի առումով։ Հրադադարի ռեժիմի ավելի քան 2 տասնամյակի ընթացքում առաջին անգամ Ադրբեջանը գործի դրեց հրասայլեր, գնդակոծելով նաև սահմանամերձ գյուղեր։ Դեկտեմբերի 19-ին առաջին անգամ մեկ սեղանի շուրջ նստելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ։ Մինսկի խմբի համանախագահները կարծում են, որ երկուսն էլ մտահոգված են սահմանային լարվածությամբ, սակայն Բեռնում տեղի ունեցած հանդիպումից հետո էլ լարվածությունը գրեթե չի նվազել։